Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Աբովյան Թոքն է և ես Արման Աբովյանը։ Այն թեմաները, որոնց շուրջ այսօր զրուցելու ենք, արդիական են, այո արդիական են, չնայած առաջին հայացքից աշխարհաքաղաքական բնույթ են կրում, բայց հավատացնում եմ ձեզ, որ ուղղակի ազդեցություն ունեն մեզ բոլորիս վրա, մեր ապագայի վրա, մեր ներկայի վրա և առհասարակ, ինչ ճարտարապետության ներքո աշխարհաքաղաքական ճարտարապետության մասին է խոսքը գնում, գոյություն է ունենալու Հայաստանի Հանրապետությունը, այսինքն մենք բոլորս։ Եվ այսօրվա մեր հաղորդման առաջին թեման դա ռուս-ուկրաինական, իսկ ավելի գլոբալ արևելք-արևմուտք այդ առճակատման մասին գործընթացների և առհասարակ զարգացումների մասին զրույցն է լինելու։ Եվ այսօրվա մեր առաջի հյուրն է Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր Վլադիմիր Մարտիրոսյանը։ Բարև ձեզ, պարոն Մարտիրոսյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Այս մոնիտորի, մեր մոնիտորի վրա դուրս բերված պատկերը շատ հստակ ցույց է տալիս այն process-ները, որոնք տեղի են ունենում ռուս-ուկրաինական, իսկ ավելի խորքային արևմուտք, արևելք, այսպես ասենք, այդ հակամարտության եւ այո պատերազմի ներքո։ Մենք կարող ենք անվանել այդ գործընթացը պատերազմ չի, հատուկ ռազմական գործողություններ են Ռուսաստանը Ուկրաինայի հետ։ Ոչ, սա արևելք-արևմուտք նոր աշխարհաքաղաքական իրականության ձևավորումն է։ Ես չեմ թաքցնի բազմաթիվ անգամ վերջին ժամանակաշրջանում դիտել եմ ձեր հարցազրույցները եւ վերլուծություններն եմ կարդացել։ Եվ կարմիր գծով անցնում է հետեւյալ միտքը, որ առաջինը չի կարելի դիտարկել այս պատերազմը դասական պատերազմական տրամաբանության մեջ, այսինքն հաղթող, պարտված եւ այլն, սա ավելի խորքային process-ն է, միջալոց միանգամից ընդգծեմ, դուք դա հիմնավորում եք նաև աշխարհաքաղաքական խոշոր սահմանների նոր գծման։ Եվ երկրորդը, ինչը շատ կարևոր է, հիմա մեզ մարդիկ նայում են եւ Վլադիմիր Մարտիրոսյանին հարց են տալի, ասում են, պարոն Մարտիրոսյան, դուք մշտապես անցկացնում եք հետեւյալ միտքը, որ ռուս-ուկրաինա-ամերիկյան գործընթացների ներքո բոլոր process-ները ուղիղ ազդեցություն ունեն Հայաստանի վրա։ Հիմա Ռուսաստանը որտե է, Եվրոպան որտե է, Ամերիկան որտե է եւ մենք Հարավային Կովկասում ինչու։ Որովհետեւ աշխարհը փոքր է դարձել։ Աշխարհի ազդեցությունները դարձել են շատ դինամիկ։ Նախ կախվածությունները շատ մեծ են։ Մենք չենք կարող առանձին ռեգիոնալ սուվերենության տրամաբանությամբ խոսել, որովհետեւ երկու բևեռներից էլ ունենք ահռելի կախումներ։ Դա նախ կախումը վերաբերում է փոքր պետությունների տեսության, այսպես ասենք։ Իսկ բացասական առումով չէ։ Եվ բացասական եւ հնարավոր դրական։ Առայժմ քանի այդ երկու բևեռները գտնվում են էգզիստենցիալ պայքարի մեջ, ես կարծում եմ, որ սա էգզիստենցիալ պայքար է, այո, այդ ազդեցությունները անմիջականորեն լինելու են։ Եվ այդ ազդեցությունները կամ այդ կոնֆլիկտի երկրորդական էշելոնների ազդեցությունը առաջին հայացքից կարող ենք մենք չզգալ հենց մեզ վրա, բայց որոշ ժամանակ անց դա անմիջականորեն երևում է, դիցուկ են հանգամանքը Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական օրակարգը շատ մեծ չափաբաժնով է կախված հենց այս կոնֆլիկտի հանգուցալուծումից կամ երկարաձգումից։ Ձեր հարցի մեջ ես տեսա այն ենթատեքստը, որ ինչ ազդեցություն կարող է ունենալ։ Ազդեցությունը անմիջական է, ամբողջովին է։ Դա վերաբերում է թե հայ-ռուսական հարաբերություններին առանձին, դա վերաբերում է թե հայ-եվրոպական հարաբերություններին, անկախ պետությունների մակարդակով եւ հայ-ամերիկյան հարաբերությունների որակից։ Խնդիրը այստեղ հետեւյալն է, որ արեալի ազդեցության տակ է մնում Հայաստանը եւ արդյոք Հայաստանի առաջ դրվում է ընտրություն։ Այս բևեռի կամ այն բևեռի ընտրության պարագայում իմ կարծիքով ոչ թե ընտրությունը դրված է անմիջականորեն, այլ մենք գտնում ենք ուղղակի այն ժամանակահատվածում, երբ որ գործող իշխանությունների ուղղակի արտաքին քաղաքական կողմնորոշումը ունի հետևյալ գիծը։ Կոտրել այն ստատուս քվոն, որ կար հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում, կոտրել
երկկողմանի հարաբերությունների որակը, ինչը կբերի նաև Հայաստանի օֆիցիալ ներկայության իջացմանը ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում եւ այլնում եւ այլնում։ ԵԱՏՄ-ում Նաև առաջիկայում, այո, մի զարմացեք։ ՀԱՊԿ-ում գործողությունների եւ ներկայության սառեցումը չի կարող ուղղակիորեն մնալ միայն ՀԱՊԿ-ի տրեկի վրա։ Դա բերելու է ազդեցություն նաև ԵԱՏՄ-ի, այսինքն Ռուսաստանի հետ հարաբերությունների ֆորմատը ամբողջական փաթեթային է, այլ ոչ թե ընտրովի թե Հայաստանը որտեղ կուզենա ներկայություն ունենալ։ Եթե կուզենա ՀԱՊԿ-ում կունենա ներկայություն, կամ կսառեցնի կամ կապա սառեցնի այդ կարգավիճակը, ազդեցությունը լինելու է ամբողջական փաթեթային։ Եթե Ռուսաստանը հիմա չի բարձրաձայնում ԵԱՏՄ-ում Հայաստանի ներկայության, բայց ՀԱՊԿ-ում բացակայության հանգամանքը դա ժամանակի հարց է։ Եվ կարծում եմ, որ այն հանգուցալուծումը, որը որ կբերի այս աշխարհաքաղաքական մեծ բախմանը եւ դրա հանգուցալուծմանը, այդ հարցերը միանշանակ բարձրացվելու են։ Տեսեք, երկու հարց, հարց համար 1, քանզի ՀԱՊԿ-ից խոսեցիք, հա, եւ ԵԱՏՄ-ից, ինչ է ասում իշխանությունը։ Իշխանությունը ասում է հետեւյալը։ Ասում է ՀԱՊԿ-ը քաղաքական, ռազմաքաղաքական բաղադրիչ է, ՀԱՊԿ-ում մենք սառացրել ենք, ԵԱՏՄ-ն ՀԱՊԿ-ի հետ կապ չունի, ԵԱՏՄ-ն լոկ տնտեսական, դե մենակ տնտեսություն, մենք երջանիկ ենք եւ ուրախ ենք ԵԱՏՄ-ում լինելով, բայց դե լավ կլինի մտնենք Եվրոպական միություն, մնալով ԵԱՏՄ-ում, հիմա եթե չկարողացանք մնալ, հետո մենք որոշում կընդունենք, ասածս ինչ, ասածս այն է, որ մարդիկ ասում են իշխանությունը ներողություն եմ խնդրում, մի շատ պրիմիտիվ բան եմ ասում, իմ ծիծաղն է գալի, էլի, բայց ասում են մասնագիտական ստրեսի եք ուզում։ Այո, ասում են մի խառնեք ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի հետ։ Իրանք կարող են դա մանիպուլյատիվ առումով ասել չխառնեք։ Դա կարող է լինել ակցենտ կամ հաղորդագրություն հասարակությանը, թե ինչու է նա իրեն այդպես պահում, բայց աշխարհաքաղաքականության մեջ այդպես չի, որ բլոկի մեջ, որ դու անվտանգային առումով ես, այդ բլոկի մեջ նաև տնտեսական առումով ես։ Եվ այդ դիվերսիֆիկացիան դա հեքիաթ է, որ կարող է երկար տևել։ Հայաստանի իշխանությունները ընդհանրապես օգտվում են այն ժամանակահատվածից, երբ այդ հարցերը իրենց ուղղակիորեն կամ կողմնորոշման հարցերը այստեղ եք թե այնտեղ եք, ուղղակիորեն Ռուսաստանը շատ կտրուկ մեթոդով չի դնում, առայժմ չի դնում նախ եւ առաջ այն հանգամանքով, որ արևմուտքի հետ այս խոշորագույն բախման պարագայում նա չի ուզում շատ ավելի սրել իր հարաբերությունները կամ ընտրության առաջ կոպիտ ձևով դնել իր անվտանգային եւ տնտեսական արեալում գտնվող երկրներին, շատ ավելի փոքր խաղացողներին։ Այդ հանգամանքից օգտվում է հայկական իշխանությունը այսօր։ Կարծես թե փորձում է դիվերսիֆիկացնել անդիվերսիֆիկացնելին, հա, այսպես ասեմ, օգտվելով այն հանգամանքից, որ այդ խնդիրը իր առաջ կոպիտ եւ հստակ ձևով չեն դնում, այլ ընդհանրապես դնում են դիվանագիտական տեսանկյունից, որpիսի շատ ավելի չսրեն առանց այն էլ բավականին վնասված հարաբերությունները։ Այս առումով ես պետք է ասեմ հետեւյալը. ռուսական կողմը շատ ավելի դիվանագիտական, թույլ տվեք այս բառն էլ օգտագործել, մեծահոգի տրամաբանությամբ է վերաբերվում այն բոլոր գործընթացներին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ իր կենտրոնական բևեռը եւ կենտրոնական օրակարգը առայժմ մնում է ռուս-ուկրաինականը։ Ռուս-ուկրաինական բևեռի մասին խոսեցիք, կրկին հղում եմ անում ձեր հարցազրույցների վրա, դուք պնդում եք, միանգամից ասեմ, ես համաձայն եմ այդ պնդման հետ, որ ռուս-ուկրաինական կոնֆլիկտը ինքը չի սահմանափակվում ռուս-ուկրաինական կոնֆլիկտի շրջանակներում։ Ներողություն եմ խնդրում, մի քիչ միգուցե ոչ ռելևանտ է կամ աբսուրդային է հնչում, բայց դա այդպես է։ Եվ դուք բազմաթիվ անգամ նշել եք հետևյալը, որ հիմա գծվում են եւ նախանշվում են նոր աշխարհաքաղաքական սահմանները։ Ըստ ձեզ, այսօրվա դրությամբ մենք այդ սահմանների ո՞ր մասից ենք։ Այսինքն որտեղ են գտնվում։ Տեսեք, ռեալ պոլիտիկի առումով մենք գտնվում ենք այնտեղ, որտեղ որ գտնվում ենք մինչև հիմա։ Առհասարակ տվյալների հաշվառումը պետք է շատ կոռեկտ անել։ Ռուսական բազան ներկայություն ունի առայժմ, այո։ Հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների ոչ միայն ԵԱՏՄ շրջանակներում, այլ առհասարակ ապրանքաշրջանառության եւ այլնի,
կտրուկ աճ կա վերջին 2 տարիներում, այսինքն կախվածությունը Ռուսաստանից ավելի մեծ է, քան նախկինում էր, տնտեսական առումով։ Այո, այդպես է, այսինքն տվյալների, թվերի, ապրանքաշրջանառության Հայաստանի եւ Ռուսաստանի ֆորմատներում, ԵԱՏՄ-ի շրջանակներում եւս ամուր է, այո, ամուր է, այսինքն դա բերում է հայկական տնտեսության շնչառության կայունությանը առայժմ, միանշանակ։ Որքանով են այս իշխանությունները փորձել Արցախի կորուստից հետո վնասել հայ-ռուսական անվտանգային համակարգին, ես չէ որ պետք է նշեմ, դա եւ մանիպուլյատիվ ինչ որ առումով եւ ծառայությունների մատուցման, հատկապես արևմուտքին, ծառայությունների մատուցման որոշակի ակցիաներ են, որպես այդպեսին եղել։ Ինչքան մենք մոտենանք ընտրություններին, այդքան այդ տաքությունը վստահաբար իջնելու է։ Առավել եւս այն հանգամանքները հաշվի առնելով, որ կարծես թե այս կոնֆլիկտի ռուս-ուկրաինական կոնֆլիկտի կոնտուրները արդեն սկսել ավարտի, կոնֆլիկտի ավարտի կոնտուրները հավատում եք որ կավարտվի։ Օրինակ, եթե ինչ-որ բան ստորագրեն։ Ես չեմ հավատում, որ դա կավարտվի։ Չեմ հավատում ինչու, որովհետև այս կոնֆլիկտի մեջ տեղի է ունեցել վերջին գոնե թե 10 օրվա ընթացքում ամենակարևոր բանը, ինչ որ տեղի է ունենում կոնֆլիկտների տրամաբանության ժամանակ, հոգեբանական կոտրում, իզլոմ։ Ում։ Միանշանակ ուկրաինական կողմի։ Այն կոռուպցիոն սկանդալները, որոնք որ բացահայտվեցին, այն առաջարկները այլևս ջրի երես դուրս եկավ 28 կետանոց խաղաղության պայմանագրի եւ Զելենսկու իր ժողովրդին դիմի ուղերձի երևույթները, սրանք բոլորը շեշտադրումներ են, որ տեղի է ունենում ինչ որ մի երևույթ, որտեղ որ առաջարկ անողը Միացյալ Նահանգներն են, դրանք քիչ թե շատ համաձայնվողը, բայց ցույց չտվողը Ռուսաստանը եւ ամենակարևոր հանգամանքը կարծես թե այս ողջ պրոյեկտի խաղաղություն կոչվող պրոյեկտի մեջից դուրս համանում Եվրոպան, որը անմիջականորեն իր վրա է ստանձնել կոնֆլիկտի մոդերատորի դերակատարությունը, բայց մոդերատորությունը ոչ կարողանում է անել հանգուցալուծման տեսանկյունից, ոչ էլ մեծ ազդեցություն այլևս կարողանում է ունենալ process-ի կանգի կամ շարունակության վրա։ Խրամայուտ կա, հա, այդպիսի երևույթ կա եւ հատկապես եվրոպական այո, եվրոպական երկրների առաջնորդների վերջին հայտարարությունները խոսում են նրա մասին, որ նրանք փորձեր են կատարում այնուամենայնիվ վերադառնալ կոնֆլիկտի օրակարգային առաջնորդի կամ առաջնորդների դերակատարությանը, բայց կարծում եմ, որ դա այս պարագայում չի հաջողվելու։ Ռուսական կողմի տրամաբանությունը հետևյալն է, նույնիսկ նրանց դիվանագիտական որակումը, որ նրանք այո տեղյակ են խաղաղության պայմանագրի դրույթներին, պաշտոնապես դրանք իրենց չի ներկայացվել, այնուամենայնիվ կոմենտներ որոշակի առումով տվեցին, բայց այստեղ մենք գործ ունենք կոնֆլիկտի խորը հոգեբանական բեկման հետ, որը որ ի նպաստ միանշանակ Ռուսաստանի է։ Հաղորդումից առաջ զրուցում ենք պարոն Մարտիրոսյանի հետ եւ մի հետարքիր միտք արտահայտեցիք, կցանկանայի որ զարգացնենք, որ ասացիք հետեւյալը, որ Եվրոպայի պայմանական, հա, այսպես ժողովրդական լեզվով ասած, դուխ տալը Ուկրաինային նշանակում է հետեւյալը, որ Եվրոպան կոտրվել է, թե հակառակը։ Այստեղ ինչից ենք մենք եզրակացնում, որ օրինակ Եվրոպան բարոյա հոգեբանական առումով դեպի անկում է գնում։ Ես քիչ առաջ նշեցի հետեւյալ մտքում, որ այնուամենայնիվ նա քիչ թե շատ մոդերատոր լինելուց եւ կողմ լինելուց այս հանգամանքի վերջին խաղաղության պայմանագրի երկու մայրցամաքների միջև խաղարկումը առանց Եվրոպայի բերել է այն հանգամանքին, որ ինքը կարծես թե այդ օրակարգից դուրս է մնացել։ Դա անմիջականորեն Տրամպի քաղաքականության արդյունք է, հա, չներգրավել եւ չհաշվառել հանգուցալուծման մեջ ամբողջությամբ եվրոպական մեծ շահերը, դա օգտագործել հենց այն ժամանակահատվածում, երբ որ դրանք համընկնում են ամերիկյան քաղաքական շահերի հետ։ Ես կարծում եմ, որ այս этаպում, դատելով նաև հայտարարություններից, Եվրոպան շատ է ուզում վերադառնալ օրակարգային սեղանի մոտ որպես չասեմ փայ, բայց խոսքի իրավունք ունեցողի, որովհետև եթե այս պայմանագիրը ուղղակիորեն իրականություն դարձավ, Եվրոպան
շատ մեծ աուտ է մնում եւ այլ խնդիր է գալիս նաեւ մեծ ներքաղաքական եվրոպական երկրների առաջնորդները փաստացի իրենց հասարակություններին պետք է բացատրեն թե այն միլիարդավոր դոլարները, որոնք որ ծախսվել են մեծ հաշվով եվրոպացի հարկատուների կողմից, ոչ միայն բեկման չեն բերել Ռուսաստանին թույլատնելու առումով, այլ փաստացի իրավիճակ է ձևավորվում, որ նաև այդ եվրոպացի հարկատուները պարտավորություն են վերցնում չհաղթելով Ռուսաստանին, նաև խորը ֆինանսատնտեսական ներդրումներ իրականացնել Ուկրաինայի վերականգնման համար։ 100 միլիարդի մասին է խոսքը։ Նաև սա ներքաղաքական առումով յուրաքանչյուր քաղաքական հավակնություն ունեցող եվրոպական երկրներում հավակնություն ունեցող առաջնորդի համար լրջագույն խնդիր է հատկապես էլեկտորալ առումով։ Այսինքն բացատրել թե ինչու նրանք ոչ միայն չհաղթեցին, այլ նաև պարտավորություն ստանձնեցին պարտվածին վերականգնել։ Եվ այստեղ չի աշխատելու, որ մենք պետք է ունենանք բուֆեր Ռուսաստանի եւ եվրոպական երկրների միջև կամ Ռուսաստանի դեմոնիզացման տրամաբանությունը, այլևս չի աշխատելու։ Եվ քաղաքական առումով բավականին վտանգավոր է, հենց այդ լիդերների համար, իրենց ներքին քաղաքական հանրությունների հետ աշխատելու։ Իսկ քաղաքականությունը մեծ հաշվով դա շահերի համընկնում է եւ յուրաքանչյուր քաղաքական առաջնորդ նախ եւ առաջ մտածում է էլեկտորալ բազայի եւ հնարավորությունների մասին։ Պարոն Մարտիրոսյան, տեսեք, դուք եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրենն եք եւ ըստ ձեր դիրքի, ըստ ի պաշտոնե դե լավ այսպես ասեմ։ Մշտապես այդ գործընթացները, հա, ելևէջները, որոնք գալիս են, նույնիսկ միգուցե եւ աննշան առաջին հայացքից դուք վերլուծում եք եւ այդ ընդհանուր տեղեկության կոմպլեքսի վրա որոշակի ճարտարապետություն եք, չէ՞, կառուցում ձեր օրինակ վերլուծությունների, անալիտիկայի եւ այլն, հա, աշխատանքի մեջ։ Տեսեք, ասում են հետեւյալը, ընդ որում ասում է Ստրատֆորը, ասում է չինական վերլուծական բավականին լուրջ կառույցներ, իրանցիներն էին ասում, հնդիկներին էի կարդում, Կանադան է միջայլոց Կանադայի վերլուծաբանները, ասում են հետեւյալը, որ եթե Եվրոպան չի մասնակցում կամ նույնիսկ դիտորդի կարգավիճակով ռուս-ուկրաինական գործընթացի հանգուցալուծման, հա, process-ում եւ այստեղ մենք տեսնում ենք Միացյալ Նահանգներ եւ Ռուսաստան պայմանական, հա, երկկողմ բանակցություններ, ապա կոտրվում է այսօրվա, ջախջախվում է եվրոպական, գիտեք ոնց polity establishment, այսպես մի արտահայտություն կա, այսինքն քաղաքական վերնախավի ամբողջ ճարտարապետությունը մերձ, օրինակ Ֆոն դեր Լայեն, Կայա Կալաս, չգիտեմ, հա, այն մարդիկ, ովքեր այո, բյուրոկրատիան ինքը ուղղակի փլուզվում է եւ գալիս է մի շատ հետաքրքիր գործընթաց։ Եվրոպացի, շվեդը, չգիտեմ, բրիտանացին, իմիջիայլոց Բրիտանիայի մասին էլ կխոսանք, որովհետեւ Բրիտանիան Brexit-ից հետո Եվրոպայի մաս չի, բայց դա մենք գիտենք, էլի իրանք են անում։ Գլխավոր կատալիզատորներից մեկն է, այո։ Ֆրանսիացիները եւ այլն հարց են տալու, չէ՞, իրենց ղեկավարներին։ Հիմա ձեր կարծիքով Եվրոպան ի վերջո ներգրավված լինելու է process-ի մեջ, թե թույլ է տալու, որ իրեն կոպիտ ասած ամերիկացիները քորդանակով մորթեն։ Process-ի խաղաղության process-ի մեջ միանշանակ անելու ամեն ինչ։ Ամեն ինչ անելու է ունենալու որոշիչ դերակատարություն եւ որոշիչ ձայն այս ամենը։ Ես կարծում եմ, որ մենք ճիշտ աշխարհակաղակական վերլուծություն անշնորհակալ գործ է, բայց մի քանի տվյալներ, որոնք որ մենք ունենք։ Մեծ հաշվով նաեւ Միացյալ Նահանգներն է բարձրացնում ինչ որ առումով նրանց ներգրավվածությունը ավելի գետնի վրա կանգնեցնելու հնարավորությունը, հա։ Ինչու, որովհետև սրում է խաղը սրելու արդյունքում ստիպում, որպեսզի նրանք իջեցնեն իրենց նշաձողը հակառուսական եւ այնուամենայնիվ կանգնեն գետնին կոնֆլիկտը ավարտելու առումով։ Տեսեք, այստեղ խնդիրը նաև հետևյալն է. եվրոպական establishment-ը նշաձողը այնքան բարձր է բարձրացրել հակառուսականության այս կոնֆլիկտի շրջանակներում, որ նրանք իրենց նաև քաղաքական հաշվարկներում են հասկանում, որ Տրամպի առաջարկը կամ Տրամպի խաղաղարար գործունեությունը
այո, վնասելու է իրենց քաղաքական տեսանկյունից, հատկապես ես խոսում եմ եվրոպական լիդերների տեսանկյունից։ Նրանք պետք է դեռ մշակեն նարատիվներ, թե ինչպես են իրենց հասարակություններին բացատրելու այդ նշաձողի իջեցման, հակառուսականության նշաձողի իջեցման հանգամանքը, եւ որքանով է դա վնասելու իրենց քաղաքական կարիերաներին։ Միևնույն ժամանակ նշենք հետեւյալը. Եվրոպական միությունը կամ եվրոպական մեծ տան բյուրոկրատիան բարդագույն համակարգ է, բարդագույն, իրենց ներքին շահերով, իրենց ներքին քաղաքական հաշվարկներով եւ այլն եւ արագություններով, հատկապես քաղաքական արագություններով։ Եվրոպան չունի այն արագությունները որոշումների ընդունման, ինչպիսին ունի Միացյալ Նահանգները, հատկապես Տրամպի պարագայում, հա։ Այնտեղ ամեն ինչ շատ արագ է, շատ ավելի կենտրոնաձիգ է, իսկ Եվրոպական միության պայմաններում մենք այնպիսի համաձայնվածման ինստիտուցիոնալ շերտեր ունենք, հա, որտեղ որոշումները շատ դժվար են ընդունվում։ Միևնույն ժամանակ Տրամպի ընտրվելուց հետո ես համոզված եմ, որ պահպանողականության տրենդը հասնելու է նաև Եվրոպա։ Եթե մենք այսօր գործ ունենք մեծ եվրոպական տանը շատ ավելի լիբերալ քաղաքական իստեբլիշմենտների հետ, կարծում եմ, որ առաջիկայում այդ գունապնակը եւս փոխվելու է եվրոպական մեծ տանը առաջնորդությունների, քաղաքական կուսակցությունների եւ գաղափարախոսությունների առումով, որտեղ որ մենք այլևս հնարավոր է չտեսնենք այդպիսի հակառուսականության ֆոնի եւ հակառուսականության տրամադրությունների վրա միացող Եվրոպա։ Շնորհակալություն, պարոն Մարտիրոսյան։ Միանգամից ձեզանից թույլ տվեք, հա, չարաշահեմ իմ դիրքը եւ խոսում եմ գործում, որ մենք այս զրույցը կշարունակենք, որովհետեւ հաստատ 20 րոպեն չի բավարարում խորությունը, հա, խնդրի եւ խորությունը լուծումների մեր հասկանալու համար։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ ձեզ, հարգելի հեռուստադիտողներ, որ այսօր մեր հյուրն էր Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր Վլադիմիր Մարտիրոսյանը։ Ես եմ շնորհակալ։ Եվ այսօրվա մեր քննարկման երկրորդ թեման է Թուրքիան, ավելի ճիշտ Հայաստան-Թուրքիան։ Մի բան ասեմ, չզարմանաք, հարգելի հեռուստադիտողներ։ Հայաստանին փորձում են ներգրավվել թուրքական աշխարհի մեջ։ Այո, չսխալվեցիք։ Թուրքական աշխարհի մեջ մեզ բոլորիս, Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի քաղաքացիներին, հայերին, այդ կարծիքը հնչել էր Վաշինգտոնում հեղինակավոր Atlantic Council այդ կազմակերպության ներքո կազմակերպված մի քննարկման ժամանակ։ Եվ սա լոկ կարծիք չէ։ Սա արդեն կարծես թե այն աշխարհաքաղաքական ելևէջների հետևանքն է, որը մենք համառորեն հրաժարվում ենք ընդունել եւ ընկալել։ Ինչ է սպասելու մեզ, եթե հանկարծ, հա, թուրքական աշխարհի մեջ փորձ լինի մեզ ներգրավել եւ առհասարակ ինչու են մեզ փորձում կապեն թուրքերի հետ։ Այդ թեմայի շուրջ այսօր կզրուցենք Ապրի Արմենիա վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենյամին Պողոսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Պողոսյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Պարոն Պողոսյան, այսօր խոսել ենք շատ հետաքրքիր մի թեմայի շուրջ։ Տեղյակ եք, չէ՞, որ մեզ ցանկություն է հայտնվել ինտեգրել մեզ, ես նկատի ունեմ հայերիս, Հայաստանին թուրքական աշխարհ։ Վստահաբար ծանոթ եք։ Այո, նման տեսակետներ կան։ Ես կարող եմ ասել, որ ընդհանրապես հիմա կա տեսակետ, որ այդ թուրքական պետությունների կազմակերպությունը Organization of Turkic States, իրենք ցանկանում են ընդլայնել եւ ստեղծել OTS+, գիտեք, կա BRICS գումարած։ Հիմա նման տարբերակ է քննարկվում ստեղծել OTS+ եւ օրինակ շատ ադրբեջանցի փորձագետներ տարբեր քննարկումներում արդեն այդ գաղափարը առաջ են տանում, որ առաջին երկրները, որոնք կարող են միանալ այդ OTS+ տարբերակին, կարող են լինել Հայաստանը եւ Վրաստանը։ Եվ երբ հարց ենք տալիս, իսկ ինչու Հայաստանը եւ Վրաստանը, որովհետեւ կարծես թե հայերի եւ թե վրացիների պարագայում թուրքական աշխարհի հետ ընդհանրություններ չկան, ոչ պատմական, ոչ մշակութային, ոչ լեզվական, ոչ եւ այլն, ապա պատասխանը նա է, որ տեսեք, աստիճանաբար մենք պետք է հասնենք նրան, որ Հարավային Կովկաս եւ Կենտրոնական Ասիան համարվեն որպես մեկ միասնական տարածք, Կովկաս-Կասպիան տարածք։ Եվ եթե Հարավային Կովկասը եւ Կենտրոնական Ասիան մեկ միասնական տարածք են, իսկ Կենտրոնական Ասիան
բացառությամբ Տաջիկստանի արդեն կամ անդամ է կամ դիտորդ է թուրքական պետությունների կազմակերպությունում, ապա եթե Հարավային Կովկասում Հայաստանը եւ Վրաստանն են միանում այս նոր թուրքական պետությունների կազմակերպություն պլյուս այս նոր ձևաչափին, ապա այսպես ասենք ստեղծվում է ինչ-որ ընդհանրական մի տարածաշրջան, որը ձգվում է Ստամբուլից, պայմանական ասած, եւ հասնում է մինչեւ Ղազախստան-Չինաստան սահման, նույնիսկ որոշ մարդիկ կան, որոնք ասում են տեսականորեն շատ հետագայում նույնիսկ Սինջան-Ույգուր ինքնավար մարզը կարող է դառնալ այս աշխարհի մաս, բայց դա թողնենք հետագային։ Բայց այն, որ հիմա ինտենսիվ կան քննարկումներ կերպափոխել թուրքական պետությունների կազմակերպությունը, ստեղծել թուրքական պետությունների կազմակերպություն պլյուս եւ առաջարկել Հայաստանին եւ Ադրբեջանին, առնվազն առաջարկել դիտարկել դրան միանալու հնարավորությունը, այո, նման քննարկումներ գոնե փորձագիտական դաշտում կան, այսպես ասենք։ Դες հիմնականում բնականաբար շփվում են փորձագիտական դաշտի։ Այո, փորձագիտական դաշտից ասեցիք, որ մեր կա պարանոց չլինի իմ, հա, այս պնդումը եկեք հիշատակենք, որ նոյեմբերի սկզբին Միացյալ Նահանգներում Վաշինգտոնում շատ հեղինակավոր, կրկնեմ, շատ հեղինակավոր հարթակում Atlas-ին Council է կոչվում, որը վերլուծական լրջագույն հարթակ է հարգելի հեռուստադիտողներ, որտեղ ձևավորվում է ըստ էության Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները։ Մի քննարկում էին կազմակերպել եւ այդ քննարկման ժամանակ վերլուծաբաններից մեկը Բեռնադետ Թոդ, եթե չեմ սխալվում, մի շատ հետաքրքիր հայտարարություններ արա, ասել էր ուրեմն առաջնահերթությունը պետք է լինի Միացյալ Նահանգների բնականաբար Տաջիկստանի, քանզի Տաջիկստան հիշատակեցիք, եւ Հայաստանի ներգրավումը այսպես կոչված Turkish Space, այսինքն թուրքական տիեզեր կամ թուրքական աշխարհ։ Եվ այս պարագայում այդ կինը շատ համոզիչ, ես մի անգամ ինձ ընդգծեմ, ինչ-որ հակակրանքով չեմ ասում։ Ինքը իր պետության շահերն է պաշտպանում, ինքը իր համոզմունքները ունի, բայց այնուամենայնիվ այդ կինը պնդում էր, որ հայերի եւ Հայաստանի մասնավորապես ինտեգրումը թուրքական աշխարհ ինքը պետք է դիտարկվի որպես ռազմավարական նպատակ։ Ասեմ ավելին, ես ավելի քան համոզված եմ, որ ոչ թե պետք է դիտարկվի, այլ արդեն իսկ դիտարկվում է եւ իրականանում է։ Եվ այս պարագայում ուշադրություն դարձրեք մեր մոնիտորի վրա, որտեղ պատկերված է Էրդողանը եւ կողքը Դովլետ Բաղչելի թուրք ազգայնականների լիդերն է, որը մի նկար է նվեր տալիս Էրդողանին, որտեղ պատկերված է այսպես կոչված թուրքական աշխարհը, եթե ուշադիր լինենք, ապա ինքը իր մեջ ամբողջ Միջին Ասիան, Մերձավոր Արևելքի բավականին լուրջ տարածքներ, Ռուսաստան տեսնում ենք, Չինաստանի բավականին լուրջ տարածքներ, այսինքն մեծ իմպերիա է ձևավորվում, սենց ասենք, նկարը նվերատվել որպես ապագա, սենց ասենք, թուրքական աշխարհի կառուցման արգասիկ։ Ես շատ ուշադիր ուսումնասիրել եմ թուրքական աշխարհի կոնցեպտը, հա, քանզի համարում եմ թուրքական աշխարհի ձևավորման գործընթացը որպես մեզ համար կենսական վտանգ, բայց արի ուտես, որ թե Միացյալ Նահանգներում կրկնեմ չեմ մեղադրում, իրանց տեսլականն է, բայց այնուամենայնիվ թե Միացյալ Նահանգներում, թե Եվրոպայում դե Թուրքիա-Ադրբեջանի մասին չեմ խոսում, բավականին լրջորեն դիտարկում է Հայաստանին ինտեգրել թուրքական աշխարհ։ Ինչը ըստ էության նշանակում է, որ Հայաստանը ոչ ֆիզիկապես, ոչ մենթալ առումով ուղղակի գոյություն չի կարող ունենալ։ Միգուցե, պարոն Պողոսյան, գույները խտացնում եմ։ Տեսեք, նախ կենտրոնական Ասիայի մասին, ընդհանրապես վերջին 1-2 տարում կենտրոնական Ասիայի կարևորությունը էականորեն աճել է, թե աշխարհակաղակական, թե աշխարհատնտեսական առումներով։ Հիմա գիտեք, բոլորը խոսում են հազվագյուտ մետաղների եւ այլնի մասին։ Այնտեղ կարծես թե այդ պաշարները բավականաչափ շատ են, մոտ 1 կամ 2 շաբաթ առաջ Սպիտակ տանը Թրամփը ընդունեց կենտրոնական Ասիայի բոլոր 5 պետությունների ղեկավարներին եւ այստեղ բացի աշխարհատնտեսական կոմպոնենտից, այսինքն հազվագյուտ մետաղներ եւ այլ օգտակար հանածոներ, կա նաեւ աշխարհակաղակական կոմպոնենտ։ Կենտրոնական Ասիան նախկինում միշտ համարվում էր որպես Ռուսաստանի եւ Չինաստանի ազդեցության գոտի եւ կան ընկալում, որ ի վերջո Ռուսաստանը եւ Չինաստանը համատեղ ինչ որտեղ իրենց հարաբերությունները կենտրոնական Ասիայում կկարգավորեն։ Հիմա սակայն շատերը Եվրոատլանտյան հանրույթում, այսպես ասենք, Եվրամիություն եւ Միացյալ Նահանգներ գտնում են, որ կենտրոնական Ասիայում նաեւ իրենք պետք է ներկայացված լինեն աշխարհակաղակական առումով, որովհետեւ սա հենց այն հատվածն է, որտեղ կարելի է հավելյալ խնդիրներ ստեղծել Ռուսաստանի եւ Չինաստանի համար։ Եվ ընդհանրապես այս ամբողջ պատմությունը
թուրքական պետությունների կազմակերպություն։ Գիտեք, դրանից առաջ կար թուրքալեզու հանրապետությունների պետությունների խորհուրդ, որը ստեղծվել էր 2009 թվականին իդեպ Նախիջևանում։ Հետո 2021-ին արդեն Արցախյան պատերազմի ավարտից եւ Շուշիի 21 թվականի հունիսի թուրք-ադրբեջանական ռազմավարական այդ դաշինքի ստեղծումից հետո ձևավորվեց թուրքական պետությունների կազմակերպության։ Այս ամբողջ գաղափարը դա հավելյալ խնդիրներ ստեղծել Ռուսաստանի եւ նաեւ Չինաստանի համար Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում։ Ընդ որում մի հետաքրքիր բան, եթե դուք շփվեք, ես վստահ եմ, որ նաեւ դուք հնարավորություն ունեք շփվելու Կենտրոնական Ասիայի փորձագետների հետ, այնտեղ ոչ բոլորն են հիացած այս աշխարհակահաղական նկարտումներով։ Այսինքն թուրքական աշխարհի ձևավորումը։ Այո, շատերը ասում են շատ լավ, թուրքական պետությունների կազմակերպությունը որպես մշակութային, որպես տնտեսական միավորում համաձայն ենք, բայց դրա տակ տեսնել աշխարհակահաղական գործոն եւ ասել, որ այո, մեր մեծ եղբայր Թուրքիան պետք է գա եւ այսպես ասենք Կենտրոնական Ասիան կառավարի, շատերը, սկսած Ղազախստանից մինչև Ուզբեկստան, գոնե այն փորձագետներ, որ ես եմ շփվում, իրենք ասում են մենք զրո ցանկություն ունենք Թուրքիային տեսնել որպես մեծ եղբայր եւ մենք չենք ցանկանում, որ այս թուրքական պետությունների կազմակերպությունը կամ թուրքական աշխարհը լինի նոր ինչ-որ նեո-օսմանյան կայսրություն Թուրքիայի ղեկավարությամբ։ Ներողություն, որ ընդհատում եմ, արդեն իսկ ձևավորման փուլում է նաև ռազմական կոմպոնենտը, Թուրանի բանակ կոչվածը, որքանով է դա համընկնում։ Տեսեք, իհարկե դա կա եւ ընդհանրապես եթե ճիշտ եմ հիշում, նոյեմբերին էր հենց, որ Գաբալայում հերթական գագաթնաժողովն էր եւ Ալիևը հանդես եկավ, այսպես ասենք, թուրքական զորավարժությունների կամ թուրքական պետությունների զորավարժությունների անցկացման գաղափարով։ Իմ կարծիքով հիմնականում այս գաղափարը առաջ են մղում Թուրքիան եւ Ադրբեջանը եւ կա նաեւ արևմուտքի աջակցություն, այսինքն այս թուրքական պետությունների կազմակերպությունը դարձնել աշխարհակահաղական Թուրքիայի ղեկավարությամբ ինչ-որ աշխարհակահաղական նոր մարմին եւ Թուրքիան եւ Ադրբեջանը հաճախ ասում են, տեսեք, ձևավորվում է նոր բազմաբևեռ աշխարհ։ Ընդունում ենք դա թե չենք ընդունում, մի պա թողնում ենք մի կողմ, ընդունենք, որ այո, մենք մոտ ենք բազմաբևեռ աշխարհի ձևավորմանը եւ Թուրքիան եւ Ադրբեջանը եւ նաեւ որոշ արևմտյան փորձագետներ պնդում են, որ թուրքական աշխարհը պետք է լինի այդ բևեռներից մեկը, որ ոչ մի առանձին վերցրած թուրքական պետություն, նույնիսկ ինքը Թուրքիան, չի կարող հավակնել լինել առանձին բևեռ, այսինքն հավակնել լինել գրեթե հավասար Միացյալ Նահանգներին, Չինաստանին, Ռուսաստանին, Հնդկաստանին։ Բայց եթե մենք միավորենք այս թուրքական աշխարհը, ապա այստեղ մենք արդեն ունենում ենք մոտավորապես 160-ից 200 միլիոն բնակչություն, նայած ինչ եք հասկանում թուրքական աշխարհի տակ, մենք ունենում ենք մոտավորապես ընդհանուր մինչև ասում են 2 տրիլիոն դոլարի համախառն ներքին արդյունք ունեցող միավորում։ Հիմա եթե հետ գամ Կենտրոնական Ասիային, նորից եմ ասում, ոչ բոլորն են Կենտրոնական Ասիայում հիացած, այսպես ասենք, այս թուրքական նոր էքսպանսիայով կամ ոչ բոլորն են պատրաստ ընդունել Թուրքիան որպես մեծ եղբայր։ Թուրքիան իր տեսակետից եւ ընդհանրապես Էրդողանը ամեն ինչ անում է, որպեսզի Թուրքիան դարձնի միջին պետությունից ավելի այսպես ասած խոշոր խաղացող։ Եվ եթե նայեք Թուրքիան հիմա ընդգրկված է գրեթե աշխարհի բոլոր տեղերում։ Ես միայն թվարկեմ. Հարավային Կովկաս, Կենտրոնական Ասիա, Արևմտյան Բալկաններ, Արևելյան Միջերկրածով, Աֆրիկա, ընդ որում թե այսպես ասենք հյուսիսային Աֆրիկա եւ թե նաեւ հասարակածային Աֆրիկա, վերջին տարիներին Թուրքիան երևի առաջի երկիրն է աշխարհում, որ ինտենսիվ դեսպանատներ է բացում Աֆրիկայում, գրեթե բոլոր աֆրիկան պետություններում դեսպանատներ ունի։ Հետեւաբար եթե նայենք Թուրքիայի տեսակետից, այո, այս թուրքական աշխարհի ստեղծումը կարող է դիտարկվել որպես վերջին ակորդը Թուրքիան, այսպես ասենք, հետ միաբևեռ աշխարհում աշխարհի հզորներից մեկը դարձնելու համար։ Հիմա այս բոլոր ինչ ազդեցություն կարող է ունենալ մեր վրա, որովհետև կարծում եմ նաև մեր հերոստատիտողներից շատերը կասեն լավ, հիմա ինչ կլինի Չինաստանի հետ, Կենտրոնական Ասիան եւ այլն, մենք առաջին հերթին մտածենք մեր խնդիրների մասին։ Պողոսյան, մեզ կոպիտ ասած, բան են անում, համոզում են, դե լավ, ոչ թե համոզում են, շո իրավիճակ են ստեղծում, որ ասում են ախպեր, գնա դեպի թուրքական աշխարհ։ Դե շո որոշել են տարբեր կենտրոնները, որ դու պետք է գնաս թուրքական, դա սա է ըստեյության մեզ ասվում։ Կա, նման գաղափար կա, ես նաև տարբեր կոնֆերանսներում, որոնց շատ եմ մասնակցում, լսում եմ նաև տեսակետ, որ եթե վերջին 200 տարում Ռուսաստանն էր Հայաստանի անվտանգության երաշխավորը, լավ թե վատ, ինչքանով էր կատարել, չի կատարել, բայց դրսում կար այսպիսին կանոն, որ սկսած 1827 թվականից, այսպես ասենք, Ռուսաստանը Հայաստանի անվտանգային երաշխավորն էր, հիմա շատ կոնֆերանսներում քննարկվում է նաև գաղափար, որ իսկ ինչու օրինակ հաջորդ տասնամյակների կամ 100-ամյակների համար ինչու Թուրքիան չի կարող դառնալ Հայաստանի անվտանգության երաշխավոր։ Դե նպատակ չունի մեզ անվտանգություն ապահովի։ Այդ պնդումները, որ Թուրքիան կարող է դառնալ Հայաստանի անվտանգության երաշխավոր, հատկապես այն բանից հետո, երբ չնայած գրեթե Թուրքիայի բոլոր պահանջները բավարարված են, նկատի ունեմ Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացնելու։ Առայժմ մենք կոնկրետ քայլեր չենք տեսնում եւ նույնիսկ այն սիմվոլիկ քայլը, որի վերաբերյալ 2022 թվականի հուլիսին պայմանավորվածություն եղավ, բացել սահմանը երրորդ պետությունների քաղաքացիների համար,
Նույնիսկ դա մինչև հիմա իրականացված չէ եւ նույնիսկ դրա իրականացումը Թուրքիան ներկայացնում է որպես շատ մեծ զիջում, ակնարկելով, որ գուցե 2026 թվականի սկզբին երրորդ պետությունների քաղաքացիների համար սահմանը կբացվի, ինչը շեշտում եմ, հիմնականում սիմվոլիկ քայլ է, բայց արդեն 3.5 տարի է չի իրականացվում եւ դա էլ գուցե փորձում են մեր վրա վաճառել ինչ որ որպես մի, այսպես ասենք, մեծ բան։ Սակայն հասկանալի է, որ այս պայմանությամբ, եթե դիտարկում ենք Թուրքիա եւ Ադրբեջանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, մենք որևէ հիմքեր չունենք պնդելու, որ այո, Թուրքիան կարող է դառնալ Հայաստանի անվտանգության երաշխավորը։ Ես խոսում եմ փաստական գիտական հիմքերի մասին, ոչ քաղաքական, էմոցիոնալ, պատմական կամ եւ այլն։ Բայց այո, վերջին հաշվով կան նաև թե Միացյալ Նահանգներում եւ թե Եվրոպայում ուժեր, իսկ մենք գիտենք, որ եթե կոնկրետ ներկայիս վարչակազմի քաղաքականությունը Ռուսաստանի հանդեպ մի փոքր բարդ է հասկանալ, որտեղ շատ հաճախ 24 ժամը մեկ փոխվում է, նկատում եմ նախագահի մակարդակով Միացյալ Նահանգների, բայց այսպես կոչված establishment-ը թե Միացյալ Նահանգներում եւ թե Եվրոպայում հիմնականում հակառուս է, եւ նրանք մտածում են, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի թուլացնել Ռուսաստանը, իսկ Ռուսաստանի թուլացման մեջ մտնում է նաեւ հետ խորհրդային տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության նվազումը կամ դրա զրոյին մոտեցնելը։ Ռուսաստանին թուլացնելը Հայաստանի գոյության հաշվին եւ հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգության հաշվին։ Տեսեք, հիմա իհարկե քաղաքականությունը դաժան բան է, բնականաբար ոչ ոք բառացի դες նման բան չի ասի, ոչ ոք չի ասի, որովհետեւ բառացի բոլորը խոսում են մարդու իրավունքներից եւ շատ այլ լավ բաներից, բայց իմ գնահատմամբ, տեսեք, հիմա տեսեք ինչ է կատարում Ուկրաինայում։ Մենք չեմ ուզում դրա մեջ խորանալ, մեր զրույցի ժամանակը կարճ է, բայց բոլորս ենք հասկանում, որ անկախ նրանից ինչպես կավարտվի այս ուկրաինական պատերազմը, ամենամեծ տուժողը լինելու է Ուկրաինան։ Դա արդեն ընդունում են բոլորը, նույնիսկ ուկրաինացիները, եվրոպացիները, ամերիկացիները։ Հիմա եթե իսկ Ուկրաինան 1991 թվականին ուներ 50 միլիոնից ավելի բնակչություն եւ մոտ 600,000 քառակուսի կիլոմետր տարածք։ Հիմա եթե այդ պետությունը, այսպես ասած, գրեթե ոչնչացվում է կամ ոչնչացման եզրին է հանուն աշխարհակաղակական շահերի, ապա իսկով է ասում, որ Հայաստանը կամ Հայաստանի նման պետությունն է։ Դե այս խնդիրը հատուկ այն չէ, որ այո, ամբողջ աշխարհը մտածում է, որ պետք է Հայաստանը կործանել, ես նման պնդումներ անելու ոչ հիմք ունեմ, ոչ էլ ցանկություն, բայց ուզում եմ ասել, որ աշխարհակաղակական մեծ հաշվարկների պարագայում, եթե նույնիսկ Ուկրաինայի նման մեծ պետությունը կարող է հասցվել ոչնչացման եզրին, ապա Հայաստանի նման փոքր պետությունների, այսպես ասենք, ոչնչացումը կամ ոչնչացման եզրին հասնելը դա ճակատավոր ասած խաղապար է։ Վերջին հաշվով մենք տեսանք ինչ տեղ ունեցավ Արցախի հանրապետության հետ, եւ հիմա դրա մասին բոլորը գրեթե մոռացել են, բոլորը հաշտվել են, որովհետեւ մեկը չի խոսում, որ ընդամենը 2 տարի 2 ամիս առաջ տեղ ունեցավ էթնիկ զտում, որը իդեպ միջազգային հանցագործություն է, բայց դրա մասին որևէ մեկը չի հիշում։ Հետաբար ես բոլորովին չեմ զարմանալ, եթե բարդ աշխարհակաղակական հաշվարկներում լինեն հաշվարկներ, որոնց դեպքում ասեն լավ, մենք հասնում ենք մեր շահերին, բայց օրինակի համար մի քանի պետությունների համար շատ վատ է լինում, եւ այդ պետություններից մեկը կարող է լինել Հայաստանը։ Ասել, որ ինչպես կարող է դա լինել, շատ հանգիստ։ Դա կարող է լինել։ Վերջին հաշվով արդեն դա Հայաստանի սկսած ղեկավարության, այսպես ասած էլիտայի, նախքան էլիտա նկատում եմ քաղաքական, ինտելեկտուալ, տնտեսական եւ վերջին հաշվով նաեւ հասարակության որոշելիքն է։ Ինչն է Հայաստանի համար ընդունելի, ինչը Հայաստանի համար ոչ։ Մենք նաեւ դա պետք է հասկանանք, որ վերջին հաշվով արդյունքում բնականաբար շատ խոշոր ուժեր կան, որոնք տարբեր պլաններ ունեն, բայց ասել, որ ոչինչ մեզնից կախված չէ, դե եկեք նստենք սպասենք, հիմա ինչ կորոշեն։ Հայաստանը կոչնչացնեն, թե նորից կդարձնեն ճակերտավոր Տիգրամետի ժամանակների Հայաստան, բնականաբար ոչ։ Ինչ որ բաներ կախված են նաև մեզնից, ոչ ամեն ինչ։ Մենք հասկանալի է ռեսուրսներով սահմանափակ պետություն ենք, բայց ինչ որ բաներ կախված է մեր պետությունից եւ վերջին հաշվով ինչ որ բաներ կախված են նաև մեր հանրությունից։ Հետաբար այս բոլոր քննարկումները, հիմա Հայաստանը կդառնա թուրքական աշխարհի մաս, դրանից հետո ինչ կլինի, իսկ պետք է նաև հասկանալ, իսկ հասարակությունը դրան ինչպես է վերաբերում։ Եթե նայում ենք սոցիոլոգիական հարցումներին, այստեղ էլ մի փոքր վիճելի տեղ կա, որովհետև եթե վերջին 2-3 տարվա սոցիոլոգիական հարցումներն են նայում, 90%-ից ավելին միանշանակ հստակ պատասխաններ կային։ Դեմ ենք, որ Արցախը երբևէ լինի Ադրբեջանի կազմում, դեմ ենք սրան, դեմ ենք նրան։ Հիմա արդեն ես նշեցի, 2 տարի 2 ամիս Արցախը էթնիկ զտման է ենթարկվել, բայց անկեղծ ասած չի հասկացվում, որ հայ հասարակության 90%-ից ավելի համար դա բացարձակ ընդունելի չէր։ Որտեղ եթե հիմա նայենք 22-23 թվականի սոցիոլոգիական հարցումները, կտեսնենք, որ հասարակության բացարձակ մեծամասնությունը ասում էր, որ իր համար բացարձակ ընդունելի չէ Արցախ առանց հայերի, իր համար բացարձակ ընդունելի չէ Արցախ Ադրբեջանի կազմում։ Բայց էթնիկ զտումից անցել է 2 տարի 2 ամիս, եւ անկեղծ այնքան էլ չի զգացվում, որ մենք ապրում ենք մի հասարակությունում, որի բացարձակ մեծամասնության, շեշտում եմ 90+-ի համար բացարձակ ընդունելի չէր Արցախը Ադրբեջանի հսկողության տակ կամ Արցախ առանց հայերի։ Հետեւաբար նորից եմ ասում, շատ բան ի վերջո կախված է նաև
հայ հասարակությունից եւ հանրությունից։ Տեսեք, ժամանակը սրընթալից անցավ, կխնդրեմ 1 րոպե, հա, ասես 1 րոպեի ընթացքում որքան հնարավոր է շուտ ասեք, տեսեք, թուրքական աշխարհ, այն որ հակառուսականության, այն որ հակաեվրասիական գործոնները կամ գործառույթները, որոնք փորձում են իրականացնել Հայաստանում եւ այստեղ բնավ ես համաձայն եմ պետք չի մեղադրել ոչ ամերիկացուն, ոչ եվրոպացուն, Ժորժ ջան, գաղտնիք բացեմ, ամերիկացին պաշտպանում Ամերիկայի շահերը, եվրոպացին պաշտպանում Եվրոպայի շահերը, մեր շահերը ով է պաշտպանում, սկսենք դրանից, ոչ մեկ բարի ասենց հա ներողություն, բարի քերու կարգավիճակով, քերու կարգավիճակով չի գա ու մեր տեղը մեր երկիրը չի պահի, հա, արտաքին կամ ներքին վտանգներից, այստեղ խնդիրը դա չի, խնդիրը նրանումն է, որ այսօր ունենք մի իրավիճակ, ուզում եմ հստակ եւ պարզ պատասխան ունի Հայաստանը հեռանկար ողջ մնալու օրինակ թուրքական աշխարհում։ Ես կասեի դրա հավանականությունը բավականաչափ ցածր է։ Իհարկե պետք է հասկանանք ողջ մնալ ինչ նկատի ունենք։ Եթե մենք նկատի ունենք ընդհանրապես այստեղ կարող են ապրել հայեր, թե նրանց բոլորին պետք է կոտորեն, սա արդեն քննարկելու հարց է, որտեղ տեսեք, երբ շփվում ենք թուրք եւ ադրբեջանցի հիմնականում ես իհարկե ադրբեջանցի փորձագետների հետ եմ շփվում, նրանցից շատերը ասում են դե վերջին հաշվով հիմա դուք արդեն շատ թույլ վիճակում եք, մենք ձեզնից վտանգ չենք տեսնում եւ դուք մենք գիտենք որ դուք նեղ խելացի ազգ եք, իսկ ինչու օրինականաբար դուք չեք կարող այսպես ասած ձեր խելքը ծառայեցնել մեզ եւ դրա դիմաց մենք պատրաստ ենք դες վճարել։ Հետեւաբար ողջ մնալն էլ է շատ հարաբերական, եթե մենք համակերպենք այն տարբերակին, այո, որ մենք կարող ենք աշխատել, ճակերտավոր ծառայել, մի քիչ կոպիտ է ինչու, բայց այսպես ասեմ, Ադրբեջանին եւ Թուրքիային եւ դրա դիմաց օրինակի համար հնարավոր է որ ֆիզիկական գոյությունը շարունակվի եւ որոշ մարդիկ նույնիսկ բարեկեցիկ գոյություն ունենան։ Այսինքն ես չեմ կարող հիմա պնդել որ դա նշանակում է 1915 թվի կրկնություն, որ այստեղ ապրելու է 0 հայ։ Բայց այն որ մեր այսպես ասած որպես անկախ պետություն, այնինչ մենք հասկանում ենք հայ ասելով կամ ինչ պատկերացնում ենք Հայաստան, հայ եւ ինքնություն, բնականաբար դրանից շատ քիչ բան կմնա։ Շնորհակալություն։ Շնորհակալություն պարոն Պողոսյան, շատ ծանր թեմա է։ Կարծում եմ այս թեմայի շուրջ պետք է խոսել, շատ ծանրը գիտեք ինչ առումով, այո, հնարավոր չի մեզ ապրել թուրքական աշխարհի ներքո։ Դա բացառված է։ Բացառված է ոչ թե մեր որոշումից, հա, այլ բացառված է թուրքերի եւ ասենք ասած ադրբեջանցիների դե լավ թուրքական աշխարհի վերաբերմունքից մեզ, որովհետեւ իրենց վերաբերմունքը դեպի մեզ իրենց տեսանկյունից բավականին ռացիոնալ է։ Տենում են հայրը չեն ասիմիլյացվում, հայրին հնարավոր չի պայմանական հա ասենց այնպիսի իրավիճակ ստեղծել որ մոռանան որ իրանք այն ինչ պետք է արի պետք է կոտորվեն եւ ոչ միայն արևմտյան Հայաստանի օրինակը այլ վերցրեք Նախիջևանի օրինակը վերցրեք վերջին հա օրինակը Արցախի այսինքն Ժորժ ջան մենք պետք է շատ հստակ եւ բարձ հասկանանք եթե մենք չենք իրանց ատում այդ իրանք են որոշել որ մենք պետք է վերանանք եկեք սեն ժողովրդական լեզվով հասկանանք ու եթե նույնիսկ մենք պատրաստ լինենք մոռանանք որ մենք հայ ենք ու գնանք փորձենք ինտեգրվել թուրքական աշխարհ թուրքը դա չի մոռանում որ մենք հայ ենք շնորհակալություն պարոն Պողոսյան հիշեցնեմ ձեզ հարգելի հեռուստադիտողներ որ այսօր շատ կարևոր թեմայի շուրջ խոսեցինք ապրի Արմենիա վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենյամին Պողոսյանի հետ դե ինչ հարգելի հեռուստադիտողներ լսեցինք մեր հյուրերի կարծիքները եւ այստեղ շատ կարևոր է երբ որ թեմաներով անցնենք, հա, ամփոփիչ հասկանանք հետեւյալը՝ ռուս-ուկրաինական հակամարտություն։ Ավելի ճիշտ արևելք-արևմուտք հակամարտություն։ Մեզ համար ռուս-ուկրաինական, հա, այս բախումը, հատուկ ռազմական գործողությունը, պատերազմը, ինչպես կցանկանաք, ունի երկու իմ կարծիքով նշանակություն։ Առաջինը, այո, այն ինչ կատարվում է եվրոպական ճակատում կամ այսպես կոչված ուկրաինական ճակատում ուղիղ ազդեցություն ունի հարավային Կովկասի, այսինքն մեր վրա։ Շատ պարզ պատճառով։ Հենց այնտեղ է այսօր ձևավորվում նոր աշխարհակարգը։ Հենց այնտեղ է ձևավորվում նոր աշխարհակարգի սահմանները։ Հենց այնտեղ են ձևավորվում նոր կանոնները, թե ինչպես պետք է պետությունները իր հետ հարաբերվեն։ Այսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ միջազգային իրավունք, միջազգային հումանիտար ինչ-որ sense կանոններ, օրենքներին չեն գործում։ Ընդհանրապես չեն գործում։ Արցախում տեղի ունեցած ցեղասպանությունը եւ հայաթափումը 23 թվականին, 2023 թվականին բնականաբար։ Ակնհայտորեն դա ցույց տվեց։ Մենք պետք է դա ընդունենք, մենք պետք է ընդունենք հետեւյալը, որ եթե մենք ապավինում ենք
միջազգային օրենքների, ինչ որ միջազգային իրավունքի եւ այլն այսօր խոսքը այս ժամանակաշրջանի մասին, ապավինում ենք հին օրենքներով, անցյալում, օրենքներով, ապա մենք իրականում ուղղակի adekvat չենք ընկալում իրականությունը։ Գոյություն չունի միջազգային օրենք, որը այսօր կարող է երաշխավորել այս կամ այն պետության, օրինակ անվտանգությունը, բարեկեցությունը եւ այլն, չկա, ուղղակի չկա։ Ուկրաինայի օրինակը, Ուկրաինան հետևողականորեն 90-ական թվականներից դարձնում էին հակառ Ռուսաստան։ Այո, հակառ Ռուսաստան։ Ուկրաինային դարձրեցին մի կետ կամ մի կենտրոն, որը ըստ էության վտանգ էր գեներացնում Ռուսաստանի համար։ Տեսակ ինչ եղավ։ Մա ում լեզուն կպտտվի ռուսներին օրինակ մեղադրել կամ ում լեզուն կպտտվի այլ ինչ որ գնահատականներ տալ։ Այո, յուրաքանչյուր պետություն պաշտպանում է իր շահերը։ Եվ այսօր շահերի պաշտպանման միակ գործոնը դա ուժային գործոնն է։ Ունես ռազմական գոնե ինչ որ պոտենցիալ, ունես դաշնակից, ուրեմն կդիմանաս։ Չունես չես դիմանա։ Շատ պարզ, հստակ, հասկանալի սխեմա է։ Իմիջիալոց մեր թշնամիները դա շատ լավ հասկացան, նույն Ադրբեջանի ղեկավարը, որը ուղակի հայտարարում ասում է իրեն միևնույն է, այդ միջազգային իրավունք, թղթեր եւ այլն, առաջին հերթին ուժի գործոնն է։ Իմիջիալոց դա այն Ադրբեջանը, ում հետ մենք այսօր իբրև թե փորձում ենք ինչ-որ հարաբերություններ ձևավորել, հենվելով միջազգային կանոնների վրա, ինչ-որ դելիմիտացիա, դեմարկացիա եւ այլն։ Մա հարց կտակ, ասեք պետք չի անել, իհարկե պետք է։ Իհարկե պետք է։ Բայց նույն դեմարկացիա, դելիմիտացիա, խաղաղության պայմանագիր եւ այլն, բոլոր այդ գործընթացները իրենք ընդհանրապես հարակից են։ Հարակից գործընթաց են հիմնական գործոնի, այսինքն ուժի գործոնի, կարող ես պահել ու պաշտպանել քո երկիրը։ Կարող ես adekvat պատասխան տալ բոլոր վտանգներին եւ սպառնալիքներին։ Եթե ոչ, ապա բոլոր ստորագրած, ինչ փաստաթուղթ ուզում եք ստորագրեք, խաղաղության պայմանագիր, դելիմիտացիա, դեմարկացիա, չգիտեմ, այն ամեն ինչ առավոտից երեկո մեզ կերակրում են որպես խաղաղության արգասիկ։ Դա առ ոչինչ է լինելու։ Եթե չես կարող պաշտպանես քո իրավունքը։ Իսկ այսօր Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև տեղի ունեցող գործընթացները ակնհայտ ցույց են տալիս, որ միջազգային հանրությունը այն պահից սկսած, երբ որ իրեն ձեռնտու կլինի այս կամ այն երկիրը փուրը տալ, ինքը փուրը կտա, ոնց Ուկրաինային փուրը տվեցին։ Ամերիկացիները փուրը տվեցին։ Եվ այստեղ ամերիկացիներին մեղադրելու չի։ Շատ պարզ պատճառով իրենք իրենց պետության շահերն են պաշտպանում։ 1.700.000 ուկրաինացի զոհվեց։ 1.700.000 Եվ այսօր Ուկրաինային դրել են մի, ասենց երկընտրանքի առջև, ասում են կամ պետք է համաձայնվես, կամ այնինչ տեղի ունենում շարունակվելու է։ Մենք որտեղ ենք այս ամենի մեջ։ Իսկ դրա պատասխանը մասնակի մեզ տալիս է Միացյալ Նահանգներում տեղի ունեցած նոյեմբերի սկզբին մի քննարկում, որը տեղի ունեցավ հեղինակավոր, կրկնում եմ, շատ հեղինակավոր մի հարթակում, Atlantic Council, որտեղ ամերիկացիները ուղիղ եւ պարզ ասացին, ալչիշտ վերլուծաբաններից մեկը, ասաց, որ այո, պետք է Հայաստանին ներգրավել թուրքական աշխարհ։ Միգուցե հիմա ինձ դիտողներից, կգտնվեն մարդիկ, կասեն, հա, դե լավ, ներգրավել, հետո ինչ։ Բացատրեմ ձեզ հետո ինչ։ Առաջին հերթին ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը, ու մասնավորապես Թուրքիան չեն դիտարկում մեզ որպես օրինակ հավասար, իրենց էլեմենտ։ Աշխարհաքաղաքական առումով։ Իրենք մեզ միշտ դիտարկել են որպես խոչընդոտ եւ շարունակում են դիտարկել որպես խոչընդոտ։ Իսկ երբ որ խոսում է, որ մեզ ներգրավվել է պետք թուրքական աշխարհ, գիտեք դա ինչ է։ Դա Զանգեզուրի միջանցքն է։ Դա Երևանը, Սևանը, Գյումրին, Արտաշատ, Աշտարակը, դա մեր հայրենիքի մասնիկները թուրքացնելու գործընթացը։ Դա Հայաստանում թուրքերի կամ թրքալեզու ցեղերի բնակեցման գործընթացը։ Իսկ դրա ամբողջ նպատակը գիտեք ինչն է։
Նա չի որ մեզ ներգրավեն թուրքական աշխարհ եւ մենք դառնանք այդ թուրքական աշխարհի մասնիկ։ Ոչ։ Նպատակը հետեւյալն է։ Այս կամ այն առումով վերացնել, այո, ես պնդում եմ, վերացնել հայկական էթնոքաղաքական գործոնը տարածաշրջանում, կլինի դա ֆիզիկապես, կլինի դա ասիմիլյացիայով, կլինի դա օրինակ պայմաններ ստեղծելով, որ մարդիկ ուղղակի դուրս կգան Հայաստանից։ Այո։ Երբ որ մենք խոսում ենք աշխարհաքաղաքական գործոններից կամ դե լավ Հայաստանի Հանրապետության դեմոնտաժից, որը հանդիսանում է Թուրքիայի եւ Ադրբեջանի առաջնային նպատակը, առաջնային, ապա բոլոր մնացած հարակից գործընթացները մենք պետք է դիտարկենք այդ տեսանկյունից։ Կհամաձայնվենք մենք գնալ ազգային ինքնասպանության զուտ այն պատճառով, որ չգիտես ինչու մենք որոշել ենք, որ խաղաղությունը այն մի իրավիճակն է, երբ որ թուրքը առայժմ մեր վրա չի կրակում։ Դե այսօր չի կրակում, վաղ կկրակի։ Կամ ինչի պետք է կրակի։ Կբնակեցնեն, կգան, կներգրավվեն, կառնեն, կստիպեն, դուրս կգանք Նախիջևանի օրինակը հիշեք, մեկ փամփուշ չէր կրակվել։ 15 տարվա ընթացքում մի հատ հայ չմնաց։ Մենք պետք է ճիշտ գնահատենք իրավիճակը, ճիշտ գնահատենք մեր ուժերը։ Ոչ մի պարագայում դա չի նշանակում, որ մենք պետք է պատերազմ սկսենք, բայց նվազագույնը մենք պետք է adekvat ընկալենք այն իրավիճակը, երբ որ մեր դեմ պատերազմ է վարվում, այո, ես չսխալվեցի, մեր դեմ մինչ այսօրս Թուրքիան եւ Ադրբեջանը շարունակում են վարել իրենց պատերազմը։ Շնորհակալություն հարգելի հեռուստադիտողներ, եթերում Աբովյան Թոքներ եւ ես Արման Աբովյանը։ Կհանդիպենք հաջորդ անգամ։